Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք երեք վաղաշաբաթում տեղի ունեցած ընտրությունների մասին, փաստացի ընդդիմությունը պարտվեց եւ քաղաքացիական պայմանագիրը 57.6% ձայն հավաքեց, 15298 ձայն, հաղթանակ կուսակցությունը 10051, իսկ Մայր Հայաստան կուսակցությունը փաստորեն 16092 ձայն։ 1692 ձայն։ Ինչու պարտվեց։ Նախ ես չի շտապի ասել պարտվեց։ Եվ թվերի հետ որոշակի թվեր մի քիչ մասաժ է կարել։ Իրականում իրանք այդքան ձայն ունեն վերաբաշխման արդյունքում։ Սակայն վերջի տվյալներն էր նշված։ Շատ լավ։ Եկեք թվերի մասին մի քիչ մանրամասն խոսենք։ Մասնակցել է 50%-ից պակաս ձայն, ներողություն, ընտրողներից 50%-ից պակասը եւ իրենք հավաքել էին 48.2%, եթե չեմ սխալվում, 50%-ից պակաս, այդ 57%-ը ոչ թե ձայներն են, որ իրանք հավաքել էին, այլ բոնուսի վերաբաշխման արդյունքում էին այդքան ստացել։ Իրականում կեսից քիչ մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթ խոշորացված համայնքում հավաքել էր կեսից քիչ ձայն։ Դա առաջինը։ Ես ուզում եմ շնորհավորել Սևակ Խաչատրյանին եւ Հաղթանակ դաշինքին ցուցաբերած արդյունքի համար։ Այս ընտրությունները ցույց տվեցին մի քանի բան։ Առաջինը՝ ճիշտ առաջնորդություն, գրագետ աշխատանք եւ հետեւողական աշխատանքը կարող են բերել արդյունքի։ Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք տեսնում ենք հասարակության օտարումը թե պետությունից եւ թե համայնքից, որովհետեւ 50%-ից պակաս մասնակցությունը վաղարշաբաթ խոշորացված համայնքում ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը ուղղակի գերադասում է չմասնակցել։ Շատ գոհ լինելու դեպքում չէ, որ մարդիկ չեն մասնակցում, դժգոհության դեպքում է, որ մարդիկ չեն մասնակցում։ Այսինքն ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ մեծ թվով մեր հայրենակիցները ուղղակի այնքան դժգոհ են, որ չեն էլ ցանկանում մասնակցել։ Եվ երրորդը ամբողջ վարչական ռեսուրսը ընտրություններից մի քանի ամիս առաջ տրամադրված սուբվենցիան, նույնիսկ վաղարշաբաթ համայնքի խոշորացված համայնքի կազմի փոփոխությունը, այդ ամբողջ քարոզչական աշխատանքը եւ մարդկանց ահաբեկելը, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ Վեհափար Հայրապետի եղբոր հետ, այլ կերպ քան ընտրություններից առաջ մարդկանց ահաբեկելը, այնինչ տեղի ունեցավ Գյումրիում վաղարշաբաթի ընտրություններից առաջ մարդկանց գիտարկել, գնահատել այլպես, քան մարդկանց ահաբեկել, եւ վերջ-վերջը այնինչ տեղի ունեցավ, երբ ընդդիմադիր համայնքի ղեկավարը սպանվեց, այլ կերպ գնահատել, քան մարդկանց ահաբեկել, ես չեմ կարող։ Եվ ահա այս պայմաններում, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը կարողացավ հավաքել ընդամենը 48 մի քիչ տոկոս։ Դե բայց ամեն դեպքում իրենք հաղթեցին, փաստացի, եւ ընդդիմությունը պարտվեց։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը էապես նվազել է, մասնակցությունը էապես նվազել է, եւ ճիշտ աշխատելու դեպքում ընդդիմությունը մեծ շանսեր ունի։ Եվ մյուս դասը, որի մասին ես մի քանի անգամ չեմ, մշտապես խոսում եմ, դա փոքր կուսակցությունների մասնակցության ձևաչափն է։ Մենք գնում ենք դեպի համապետական ընտրություններ եւ փոքր կուսակցությունները, ովքեր անցնելու շանս չունեն, իրենք ամբիցիաների զոհ չպետք է դառնան։ Ես չեմ խոսում այսպես կոչված թվացial ընդդիմադիրների մասին։ Եթե մարդիկ իրական ընդդիմադիր են, բայց տեսնում են, որ շանս չունեն նույնիսկ շեմը հաղթահարելու, ճիշտ կանեն բոնուս չպարգևեն Նիկոլ Փաշինյանին։ Սա է։ Հիմա հաղթեց, պարտվեց, այո, համայնքի ղեկավար դարձավ Արգիշտի Մեխակյանը, բայց ավելի մեծ խորապատկերի վրա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ
նույնպես ձախողվեց, որովհետև հետագիծը իր համար անկումային է եւ սա կարող է իր համար դառնալ բյուրոսյան հաղթանակ։ Հիմա սա կարող է ցուցիչ լինել համապետական ընտրություններին, որովհետև շատ ողջավորված են ԿՊ-ում, ասում են կտեսնեք 2026 թվականին էլ մեզ կընտրեն եւ իդեպ Փաշինյանն էլ այսօր ասել է, սա նշանակում է, որ ժողովուրդը մեր ռազմավարությանը այո է ասում։ Եթե ժողովուրդը իր ռազմավարության այո ասեր, գոնե մի 75%-ը կմասնակցեր եւ իրանք 50%-ից ավել կհավաքին։ Կրկնում եմ, կեսից քիչ մասնակցության պայմաններում կեսից քիչ ձայն են հավաքել, այսինքն վաղարշաբաթ խոշորացված համանքի բնակիչների 22-23%-ի վստահությունն է վայելում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս 22-23%-ը 25-ից էլ քիչ է, կեսից էլ քիչ է։ Եթե սա ինքը գնահատում է որպես ժողովուրդ, կներեք, բան մյուս 76-77%-ը, որ իր օգտին չեն քվեարկել, բա այդ հասկացքն 4-ից 1-ն էլ իր օգտին չի քվեարկել։ Հիմա դա ասում է ժողովուրդը մեզ է վստահ։ Բայց ամեն դեպքում սպասումներ կար, որ Գյումրու սցենարը կգործի եւ այլն, բայց փաստորեն այստեղ խնդիրն անում էր, որ երկրորդ առաջատար ընդդիմադիր ուժը չկարողացավ անել այն ինչ որ իրանից գոնե հենց թեկուզ իրենցից ակնկալում են։ Երկրորդ եւ երրորդ։ Ինչ առումով։ Գյումրիում կար ուրեմն Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, լավ երկուսը բավականաչափ ձայներ տարան։ Եվ իհարկե նաև Մայր Հայաստանը, որը երրորդն էր եւ էլի նպաստեց, որ ընդդիմադիր տեխնացուները հաղթեն։ Այստեղ ցավոք սրտի մենք չտեսանք դան, այո կար հաղթանակ դաշինք եւ դաշնակցությունը մասնակցում էր ընտրություններին հաղթանակ դաշինքի կազմում եւ կար Մայր Հայաստան, այ հետևից եկողների հետ խնդիր կար արդեն։ Միաբանվելու առումով նկատի ունեք թե ինչ ձայների։ Հիմա այս խնդիրները 2026 թվականում մենք կարող ենք տեսնել, ինչի մասին դուք էլ խոսեցիք, որ փոքր ուժերը հնարավոր է դուրս մնան եւ փոքր ուժերը դուրս են մնալու։ Չեն կարող բոլորը մասնակցեն, չեն կարող բոլորը մասնակցեն։ Այստեղ խնդիրը հետեւայրն է գալիս։ Ամբիցիայի զոհ չգնալ։ Տեսեք 21 թվականին ինչ տեղի ունեցավ, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր ձայների 53.8%, եթե չեմ սխալվում։ Եվ այդ փոքր կուսակցությունները 26-ից երևի 22-23-ը որպես բավականին շատ կուսակցություններ մասնակցում էին իդեպ 21 թվականին։ Դա եմ ասում։ 26 մասնակիցներից 22-23-ը դիրքավորվել էին որպես ընդդիմադիր։ Բայց այդ ձայները իրանք փոշիացրեցին եւ այդ փոշիացած ձայների արդյունքում 53.8-ի փոխարեն այսօր խորհրդանում Նիկոլ Փաշինյանը 2/3-ն է։ Դա է ամբողջ խնդիրը։ 66 падգամավոր ունեն, եթե չեմ սխալվում։ Սա այո խորհելու տեղիք է տալիս։ Եվ վաղարշաբաթի ընտրությունները այո փորձ չեմ ուզում ասեմ, բայց ինքը դաս է ընտրություններին մասնակցության թե ռազմավարությունը մշակելիս, թե մարտավարությունը մշակելիս։ Բայց կրկնում եմ, ես շնորհավորում եմ Սևակ Խաչատրյանին, ի սրտե շնորհավորում եմ Սևակին, հաղթանակ դաշինքի մյուս անդամներին, որ մարդիկ ել եմ ասում, ճիշտ առաջնորդությամբ, գրագետ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում կարողացան արձանագրել այն արդյունքը, որը արձանագրել։ Հիմա այսպիսի կարծիքներ են հնչում, որ եւս մեկ անգամ տեսանք, որ Փաշինյանի ղեկավարությամբ հնարավոր չէ գնալ ընտրությունների, ամբողջ իր ռեսուրսները նա օգտագործելու է այդ ընտրությունների ժամանակ։ Ամբողջ ռեսուրսները օգտագործել է, այսինքն իսկ այդ կարծիք հնչեցողներն ինչ են ասում։ Վաղը չեմ սորը։ Դե թողանեն։ Դե թող իրանք ասեցին մենք սենց մոտեցում ունենք, մենք ասեցինք չէ։ Մենք երբեք չենք բացառել փողոցով իշխանության փոփոխությունը, որ ամեն դեպքում պետք է ամրագրվի ընտրություններով, բայց այդ ասողները հետաքրքիր է, քանի հոգի մարդ կարող են փողոց անել։ Շատ հետաքրքիր է։ Եվ երկրորդը, հենց այդ մարդիկ են, ովքեր ասում են դե ընտրությունների մի գնացեք, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի հաղթանակ։ Հիմա գիտակցաբար են ասում, չէ ոչ գիտակցաբար են ասում, երևի այլ խնդիր։ Բայց ասում են մի գնացեք ընտրությունների, ասում են միջև ընտրություններ ժամանակա փողոցային։ Լավ հասկացա, այդքան խելոք են, թող մի բանով օգնեն։ Մենք որ փողոցում ենք իրանք ուր են։ Կամ միգուցե փողոցում են, բայց իրանց հետ իրանց հարևանի տղում կարողացել են բերեն, թե չէ։
մենք ինչ այդքան բան չենք հասկանում, բայց եթե վաղը Նիկոլ Փաշինյանը գնա ընտրություններ նշանակի, մենք պետք է ասենք, չէ։ Եվ երրորդը, մենք Նիկոլ Փաշինյանի հետ չենք գնում ընտրությունների, մենք Նիկոլ Փաշինյանի դեմ ենք գնում ընտրությունների, բայց եւս մի անգամ լավ արձանագրենք, մենք չենք ասում իշխանափոխություն բացառապես ընտրությունների ճանապարհ։ Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել։ Իդեպ Փաշինյանը վերջերս երբ ազգային ժողովում էր եւ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում։ Ինչու է այդքան վստահ եւ Չէ, ինքը իր կարծիքն է հայտնում, ինքը չի որոշում ով պետք է լինի, ով չպետք է լինի, որոշում են ընտրողները, եւ ես բոլոր ընտրողներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Եթե վաղար շաբաթում ոչ թե 49%-ը մասնակցեր, 48-ը մի քիչ, այլ մասնակցեր օրինակ 75%-ը, արդյունքները լրիվ այլ կլինեին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իհարկե ուզում է, որ մենք չլինենք, որովհետև ինչքան էլ Ալեն Սիմոնյանն ասի, դուք մեր համար հարմար ընդդիմություն եք, Նիկոլ Փաշինյանը Գանձ եք, Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը։ Գանձ ենք, բայց ուզում եմ, որ Գանձը չլինի խորհրդարանում։ Գանձին սիրում եւ փայփայում են, այլ ոչ թե քրեական գործեր հարուցում, այլ ոչ թե ամեն կերպ փորձում խորհրդարանի գործունեությունը դարձնել հնարավորինս ավելի բարդ։ Ակնհայտ է, չէ՞, որ այս Գանձեք դա ասելով փորձում է վարկաբեկի, բայց այս վերջի խոստովանությունը, որը դուք մեջ բերեցիք, ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, եթե ոչ ահուսարսափը, գալիս է խորհրդարանական ընդդիմությունից։ Բայց նա վստահ է, որ ինքը ընտրվելու է, եւ դուք էլ որպես ընդդիմություն չեք կարծում եք, որ ինքը պետք է ասի ժողովուրդ, բայց ես sense մտահոգ եմ, չէ, դե կարողա չանցնեմ, կարողա չընտրվի, կարողա վարչական ռեսուրսս չերեկի, դե բարձա պետք է ասի ընտրվել եմ։ Դեռ ինչն է ձեզ զարմացնում էլ։ Բայց արդյոք նա ունի անհանգստություններ չվերընտրվելու։ Անկասկած, ինչով է պայմանավորված։ Եվ հենց այս հայտարարությունը եւ նաեւ ինչ որ ուժերի կոչելով ազդեցության գործակալ, ինքը նաև հող է նախապատրաստում օրինակ որոշ կուսակցություններին արգելելու համար, որովհետև եթե իրանք այսքան հիմք ունենային որևէ չէ, ընդդիմությանը մեզ ազդեցության գործակալ համարելու համար, հիմա այսպես կլինեի ես։ Ակնհայտ է, չէ, որ իրանք ուղղակի դրանով փորձում են հիմքեր ստեղծել վաղ ընտրություններին որոշ քաղաքական ուժերի մասնակցությունը արգելելու համար։ Իսկ այդ դեպքում ինչ է լինելու։ Օրինակ կարող են դաշնակցությանը թույլ չտալ, որովհետև այդպիսի խոսակցություններ գնում են։ Իրանք վաղուց են դրա մասին խոսում Մոլդովայի սցենարով։ Շատ են ոգեշնչվել Մոլդովայի սցենարով, այ համաձայն։ Բայց ինչ դաշնակցությանը մի անգամ էլ էին արգելել ընտրություններին մասնակցելուց։ Հիմա այդ արգելողը ուր, դաշնակցությունը ուր։ Այսինքն նոր ճնշումներ սպասվում են, կարծում եք ընտրություններ, եւ ինչ պատկեր կարող է լինել։ Եվ կարծում եք այս հարցում Եվրամիությունից ունեն աջակցություն, թե ոչ։ Գիտեք, ցանկացած կոնկրետ կուսակցությունների մասնակցելու առումով պետություն, ցանկացած վերազգային կազմակերպություն, որևէ երկրի ներքին հարցերին արձագանքում է իր շահերի տեսանկյունից ելնելով։ Եվ եթե ես մեջ բերեմ Ժոզեփ Բորելի շատ հայտնի հոդվածը, ինքն էր խոստովանում, որ կրկնակի ստանդարտներով են առաջնորդվում։ Այսինքն բռնությունները ժուրնալիստների դեմ, օրինակ դատապարտում են բռնությունը ժուրնալիստների դեմ Վրաստանում, բայց Հայաստանում աչքերը լայն բացած ֆիլմ կար է with eyes wide shut, լայն փակված աչքերով։ Այդ լայն փակված աչքերով նայել չի կարելի եւ մենք էլ հաճախ չէ, երբ հանդիպում ենք Եվրամիության ներկայացուցիչների հետ, այդ ամեն ինչի վրա իրենց ուշադրությունն ենք սևեռում եւ պատահական չէ, որ Եվրանեստի վերջին վեաժողովի ժամանակ նաեւ եվրոպացի պատգամավորներն էին արդեն ասում, որ գիտեք բայց ոչ բոլորը։ Հələ ոչ բոլորը։ 1-2-3 հոգի մնացածը։ Բայց սկսում է, չէ՞, 1-2-3-ով։ Սկսում է, չէ՞, 1-2-3-ով։
Բայց կային պատգամավորներ, որոնք ասում են Հայաստանում ժողովրդավարություն է, նույնիսկ մեկն ասաց հիմա հենց հիմա ազգային ժողովի դիմաց ակցիա է բողոքի իրականացում, սա խոսում է խոսքի ազատության մասին։ Իա, այսքան որ տանկերով չեն լղջում, ուրեմն խոսքի ազատություն է։ Ես Դե փոքր ակցիա էր շատ այդ ակցիան։ Մեծ խնդիր չկար այնտեղ 10000 մարդ հավաքել։ Բայց մյուսն էլ օրինակ ասեց, որ ուղղակի սոցիալական ցանցերում գրառման համար մարդկանց ուժով ձերբակալում։ Իդեպ վերջերս Washington Times-ը մի հատ շատ հետաքրքիր հոդված էր գրել։ Միացյալ Նահանգներից ուրեմն հայացք էր եվրոպական ժողովրդավարության վրա։ Բայց իհարկե մենք չենք հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի էլի, թե ես ասում Արադ Միրզոյանը ինչ ճիշտ էր, որ ասում էր Հայաստանը ժողովրդավարության բաստիոնը։ Հայաստանը ճեպընթաց գնացքով շարժվում է դեպի միահեծան բռնակալություն։ Հիմա կարծում եք Եվրամիության այդքան հետաքրքիր այստեղի ընտրությունները եւ կարծում եք ամեն դեպքում կամ կա նման խոսակցություններ, քննարկումներ կուսակցությունների մասով, որովհետեւ այդպիսի կարծիքներ կան, որ դեսպանների հանդիպումը Փաշինյանի հետ, նախագահի հետ, հետո արդեն Արփասախարի եկեք ասենք չասենք այսպիսի կարծիքներ կան։ Հիմա սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում բոլորը կարծիք են հայտնում։ Վերլուծաբաններից էին ասում։ Հիմա վերլուծաբաններից ասած են ես պատասխանը։ Ցանկացած երրորդ երկիր եւ ցանկացած քաղաքական վերազգային կազմակերպություն արձագանքում է որևէ այլ երկրի ներքին իրադարձություններին սեփական շահից ելնելով։ Բայց հիմա շահ ունեն իրենք այստեղ, հենց դա է հարցը։ Դե որովհետեւ Հայաստանն ասում է մենք գնում ենք դեպի Եվրամիություն եւ Արևմուտք Ռուսաստան այս սրման պայմաններում ասում են դե գիտեք, ոնց մի թեթևել, որ նույնիսկ ներվային աստեն էլի մեր համար քյար է, ներողություն ես բառիս համար։ Այսինքն իրենց համոզել է, որ մենք Եվրամիություն ենք գնում։ Իրանք իհարկե համոզում են, որ գնում են դեպի Եվրամիություն, բայց ինչի միջև հիմա ոչ մի քայլ չեն արել, հասկանալի չի։ Գնացողը քայլեր կձեռնարկեր։ Եվ մյուս կողմից էլ երևի ու մոտ որ ուզում ես գնա, նայել գոնե կակնարկեր էլի, որ սուպրեմ պրեզես ենք սպասում։ Ադրբեջանից հնչող պահանջների մասին ինչ կասեք։ Ինչու են խստացրել ռետորաբանությունը։ Իրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հարատև չի, որ ինչքան էլ խոսում են, թե այ հեսա մենք հաղթում ենք, ժողովուրդը մեր հետ է։ Հասկանում են, որ Փաշինյանը հարատև չի եւ հասկանում են, որ Փաշինյանից հետո ով էլ գա ավելի հաստատակամ դիրքորոշում ունենալու փորձում են, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը առավելագույն զիջումները կորզեն, սա է։ Այսինքն միջև ընտրություններ ասում էր Ղարաբաղը թոք էր մեր վզին, չէ, հիմա մեր վզին, Հայաստանի Հանրապետության վզին թոք է գցել Ադրբեջանը եւ կարճացնում է։ Այնքան չի որ խեղդի իր բարեկամ Նիկոլ Փաշինյանին, բայց ցույց է տալիս, որ տերը ստեղ ես եմ։ Այսօր հեչ պատահական չէր, որ Ալիևը ցնդաբանություններ սկսեց դուրս տալ ինչ որ գյով գյոկչայի մասին, ու մեկ էլ հոբ դրանից մի քանի օր հետո Հայաստանը սկսեց խոսել արտահերթ սահմանազատման վերաբերյալ։ Հեչ պատահական չի։ Ուղղակի իրանք շարունակում են ձգել թոկը։ Հնարավոր է, որ միջև ընտրություններ նույնիսկ այդ անկլավների հետ կապված որոշումներ լինեն։ Չեմ բացառում որևէ։ Դրա համար ուզեցան արտահերթ։ Բայց եւ ինչ հնարավորություններ կա Արցվաշենը վերադարձնելու։ Իրանք ավելի շատ խոսում են արտահերթ սահմանազատման մասին, նկատի ունենալով Սյունիքի մարզային հատվածները, որոնց որտեղով որ ճանապարհը կամ ճանապարհները թրիփ ասածը պիտի հատեն Հայաստանը, մտնեն Հայաստան եւ Հայաստանից դուրս գան։ Պարզ է, որ իրանք այդ հատվածը ուզում են հենց հիմա ֆիքսեն։ Եվ չեն բացառում, որ օպտիմալացման ավանդակ շատ ավելի լավ սահմանային գիծ փոխեն Հայաստանից, քան թե ինչ կար սովետական միության փլուզման պահին։ Եվ ընդհանրապես չեմ զարմանում, թե Հայաստանն ինչի է չի պահանջում, որ արտահերթ կերպով օրինակ սահմանազատվեն Ջերմուկը եւ Սևլիճը եւ Շուրնուխը եւ Վարդենիսը։ Չի պահանջում, բայց Փաշինյանը գրել էր շաբաթ օրով, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվելու եւ մենք Արցվաշենը վերադարձնելու ենք։ Այդ Ալիևն է իրան զանգել ասել շաբաթ օրով։ Չգիտեմ։ Ես էլ։
իրանք հիշում եք ինչ էին ասում են այս ադրբեջանցի կսովածանան ջերմուկից կգնան։ Ոչ այնց լավ էլ թրփոշացել են, չեն սովածացել։ Ավելին ասում են սահմանազատման արդյունքում հետ կքաշվեն։ Սահմանազատման գաղափարախոսությունը գիտեք ինչ։ Կա սահմանային գիծ, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Եվ եթե նայեք օրինակ սահմանազատման վերաբերյալ ԵԱՀԿ-ի մեթոդական ցուցումները 17 թվականին հրապարակած։ Իրանք ինչ են ասում, օրինակ, չգիտեմ, բնական օբյեկտների մոտ սահմանազատումը կամ նույնիսկ պատմական, բնական եւ արհեստական օբյեկտների շուրջ սահմանազատումը։ Ինքը մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Հիմա ինչ թուրքերը չգիտեն, որ իրանք օկուպացրել են ջերմուկը։ Հիմա ինչ սահմանազատման հետ դա ինչ են կապում։ Կամ եթե մինչև սահմանազատումը պիտի սահմանազատումով պետք է սահմանը որոշվեր, ինչի շուռնոխից քաշվեցի։ Հետո սահմանազատում անեին, հետո թուրքերը մտել էին, ասել էին GPS-ով էս մերն է, դա ասեն դե լավ դե որ GPS-ով էս ձերն է։ Ես տանը քարտեզներ ունեմ, սովետական միությունից մնացած, որտեղ շուռնուխի հատվածով Գորիսկապան ճանապարհի ամբողջովին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ նույնիսկ այն ժամանակ երբ շուռնուխի հարցը բարձրացավ, այս օրերն էին։ Եվ նաև դա ինքս իմ սոցիալական ցանցում հարթակում տպագրել եմ դրանք։ Չեմ տպագրել, վերբեռնել եմ դրանք։ Հիմա Արցվաշենը մենք կարող ենք վերադարձնել եւ արդյոք կտան Արցվաշենը։ Ոչ մի բան ադրբեջանցիները չեն տա, եթե չուզես եւ քո ուզածը չկարողանաս։ Դե հիմա փաստացի ուզում են, ասում են։ Ինչ են ուզում։ Արցվաշենը պետք է վերադարձնենք, Փաշինյանը պետք է։ Այստեղ են ասում այդ հարցը բարձրացրել է։ Իրանք ինչ իմաց կդες չեն էլ պատասխանել, թե սադարակ երաս հատվածի երկաթգողի ուզում են, թե չեն ուզում, որ այդ թրիփից գոնե մեզ մի քիչ խեր լիներ։ Այսինքն մենք մեզ են ասում, որ Արցվաշենը պետք է վերադարձվի։ Լավ, Արցվաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, չէ՞։ Հիմա տեսնենք ինչ ուղղությամբ այս ամեն ինչ զարգանալու։ Թրիփի հետ կապված ինչ կա, որովհետև ավելի մանրամասն վերջերս Փաշինյանը խոսեց, նախ այն ինչ որ հերքվում էր կրկին ասած 49 տարով կամ 99 տարով արձակալության պետք է տանք ինչ որ ընկերության, քանի որ 5 տարով ոչ մեկ չի վերցնի եւ ներդրումներ անի։ Փաշինյանը գյուտ չի արել, դրա մասին խոսել են։ Հետո հերքեցին, բայց։ Չէ, ինչ նշանակում հերքեց։ Դե Արադ Միրզոյանն այն հարցազրույցի ժամանակ ասում էր նման ինչ կա։ Թրամփը խոսում ասում է 99 տարով, ապթունա մինչև 99 տարով տալու եք մեզ հատուկ զարգացման, հատուկ կառուցապատման իրավունքներ։ Խոստացել ես, որ 99 տարուց էլի երկարացնելու ես։ Հիմա ինչի մասն է խոսքը։ Որ խոստացել ես, որ երկարացնելու ես։ Հիմա մյուս խնդիրը, դա ճանապարհ է լինելու, այդ ասում եմ մի քիչ ավելի հյուսիս լինելու է գազամուղ, չէ՞։ Մի քիչ ավելի հյուսիս լինելու է ճանապարհ, մի քիչ ավելի հյուսիս լինելու է նավթամուղ։ Հիմա դու այդ մի քիչ կարող ես հասնես մինչև օրինակ, չգիտեմ, Վանաձորի կողմերը։ Այսինքն ինչքան է այդ մի քիչը, այդ հատուկ կառուցապատման իրավունքը անից ինչա ենթադրում։ Հետո դու հողը չես տալի, ենթակառուցվածքն ես տալի։ Այդ հողի վրա դա դասական ՊՄԳ-ա, պետություն մասնավոր գործընկերությունը։ Երբ մասնավոր ընկերությունը կառուցում է ենթակառուցվածք, օգտագործում է, հանում է իր ծախսերը եւ ակնկալած եկամտաբերությունն ապահովում եւ դա հանձնում է պետությանը, բայց դեռ ասում է հողի մասին խոսք չկա։ Եթե հողի մասին ես խոսում, ուրեմն ընդունում ես, որ դու տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը հանձնում ես երրորդ կողմին։ Հիմա ի՞նչ է այդ մեխանիզմը, չեմ կարող ասել, բայց հիշում եմ, որ ասում էր Եվրոմիությունը ուզում էր նույնպես շահագրգռված են մասնակցություն ունենալուց, մենք դեռ պատասխան չունենք, դեռ ամերիկացիներ պետք է քննարկենք եւ այլն։ Բայց կրկնում եմ, երբ հնչում է հող բառը, այլ ոչ թե ռեյլս բառը, դա նշանակում է դու տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը զիջում ես։ Իսկ այդ համատեղ ընկերությունը հայ-ամերիկյան որ պետք է լինի եւ տարբեր ընկերություններ լինեն ներսում, սա ինչի մասն է։ Իրանք այդ ամեն ինչ գաղտնի են բան։ Ելեմ ասում, եթե դա ենթակառուցվածքային ծրագիր է, լավ, երկիրը այդքան գումար չունի, որպեսզի կառուցի ենթակառուցվածքային ինչ որ միավոր, լավ երկաթգիծ օրինակ։ Մասնավոր ընկերությունը կառուցում է, դա շահագործում է, ստանում է եկամուտը, այսինքն ծափակում է ծախսերը, ստանում է եկամուտ եւ որոշակի ողջամիտ ժամանակ հետո այդ ենթակառուցվածքը հանձնում է պետությանը։ Բայց դեռ մենք դա չենք տեսնում, իրանք խոսում են հողի մասին։
Բայց ասում են ամեն դեպքում Ռուսաստանը առանձնապես դժգոհ չէ այս ամեն ինչից, Օվերչուկը ողջունում էր գործընթացը, հյուսիս-հարավն ասում էր հնարավոր է համատեղել այս ամեն ինչին հետ, Իրանից ասում են դեռևս մարտահրավերներ լուրջ չեն տեսնում, Փաշինյանն էլ կառավարությունում լրագրողներին հարց ու պատասխանի ժամանակ ասաց, տեսնում եք, ասում են Ռուսաստանը կնեղանա, Իրանը կնեղանա, ոչ մի խնդիր չեղավ, բոլորի հետ էլ կարողացանք համաձայնեցնել։ Հիմա սա խնդիրներ առաջացնելու, թե ամեն դեպքում իրենք համաձայնության եկել են որոշ հարցերին։ Ախր Հեմինե ջան, դուք ասում եք, այս տուփա մուկտ, լավ փակ տուփա, մեջ ինչ որ process-ներ են գնում, ասում եք դուք այդ process-ների մասին ինչ կարծիք ունեք։ Բայց բացեն հասկանանք։ Հիմա քիչ առաջ հղում էի կատարում ինչ որ փորձագետների վրա, ես չեմ կարող հանդես գալ որպես փորձագետ, ես պետք է հանդես գամ որպես ազգային ժողովի падգամավոր եւ յուրաքանչյուր բառիս համար պատասխանատվություն եմ կրում։ Հիմա այդ ամեն ինչը ասելու փոխարեն թող մանրամասը ներկայացնեն։ Բայց դա մենք չենք տեսնում։ Մենք ինչ ենք այսօր տեսնում։ Տեսնում ենք մի բան, Հայաստանը համաձայնվել է այս տարածքով Ադրբեջանին անխոչնդոտ անցում տրամադրել։ Եվ հարցը առաջանում, ինչի օրինակ ինչ որ ճապոնացի, որ Հայաստանը մտնում Բագրատաշենով, պիտի անցնի մաքսային եւ սահմանային այդ գործընթացներով, ընթացակարգերով, իսկ Ադրբեջանը չանցնի։ Երկրորդը մենք նայում ենք քարտեզին, ասում ենք լավ եկար։ Բա հետո, այսինքն դու ոնց ես կարողանալու Սյունիքի եւ Արարատի մարզի միջև կապ հաստատես, եթե չի գործում Երազք Սադարակ հատվածը։ Հետո մենք նայում ենք, ասում ենք Թուրքիան խոսում է Արդահան, Կարս, Արալի, Բուլուջո անցման մասին, որը համարյա զուգահեռ է Կարս Գյումրի ճանապարհին երկաթուղուն։ Հիմա եթե սա մասին խոսում են, ուրեմն սա է անիմաց դառնում, սա փաստ է, որը մենք տեսնում ենք։ Մենք նայում ենք բյուջեն եւ տեսնում ենք, որ Երասխից մինչև Ադրբեջանի սահման, Նախիջևանի սահման ճանապարհ կառուցելու եւ երկաթուղի կառուցելու վրա փող չկա։ Մնացածը ինչ որ մարդիկ ինչ որ բաներ են ասում, դուք ասում եք ինչ կարծիք ես դրա մասին։ Իմ կարծիքը կարող է Հաղորդություն Աշճանով փոխվի։ Դե մարդիկ Փաշինյանն է եւ Արկոս նախարարն են ասում։ Հասկացա, այդ երբանից եք Փաշինյանին հավատում։ Դե չգիտեմ։ Դուք չգիտեք երբանից եք Փաշինյանին հավատում։ Դե ներկայացրածն է, միգուցե ինքը ներկայացնում ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ասում էր Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մյունխենյան սկզբունքների հիման վրա։ Ալիևի հետ բանակցում էր Տիգրան Մեծի մասին էր խոսում, հիմա ասում էր մենք երբեք sense լավ չենք կապնում։ Հիմա ում վրա եք հղում կատարում։ Այդ երբանից սկսեցիք իրան հավատալ։ Չէ, Արարատ Միրզոյանն ասում էր Հայաստանը ժողովրդարության բաստիոն է։ Հավատում եք դրան։ Բայց եթե չեք հավատում, ինչ եք ուզում որ ես հավատամ։ Ամեն դեպքում դեռ մանրամասներ չի ներկայացվել, անորոշություններ կան։ Եվ թիվ 1 մանրամասն, եթե Հայաստանում խաղաղություն է հաստատվել, այդ թուղթը ստորագրեին էլ Վաշինգտոնում, ինչի նախաստորագրեց։ Եվ եթե դեպ կարծում եք, միջև ընտրություններ կստորագրվի, հույս կա։ Դժվարանում եմ ասել։ Ադրբեջանի ինչին է պետք, ինքը բոլոր զիջումները ստանում է առանց այդ թղթի։ Բայց չեմ բացառում, որ որպես ժեստ Փաշինյանին ինչ որ մի փոքրիկ զիջում անեն։ Եվ մեկ հարց էլ անդրադառնանք, այսօր ՀԵՑ-ը լիցենզիայից զրկվեց եւ նաեւ այսօր Սամվել Կարապետյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցն է քննարկվում։ 4-ին սկսել է դա տարած։ Ծոքի չգիտեմ, եթեր երբ գնալու։ Մենք երեկոյան ենք եթերում լինելու, բայց հաղորդումը եթեր հեռարձակվելու, բայց ամեն դեպքում փաստացի միաժամանակ այս գործընթացները եղավ, ՀԵՑ-ի հետ կապված ինչ զարգացում կարող է լինել։ Արդյոք կարողանան դա պետական ռեկետի դրսևորում է լինելու։ Իրենք տանում են խլելուն, բնականաբար բաժնետերը կդիմի Ստոկհոլմի արբիտրաժ, որը միջանկյալ միջոց է, համարյա միջանկյալ միջոց է պահանջեք իրար, անալոգիա է, էլի։ Դրա հետևանքով մենք ունենալու ենք էներգամատակարարման որակի ավելի վատ թրացում, դա փոխարեն մենք ունենալու ենք ներդրումային միջավայրի վատ թրացում։ Իսկ թանկացումներ Դա վատ թարացումը նաև դա երամից ենթադրում է, ավելի թանկ ես վճարում, ավելի վատ ծառայության դիմաց։ Եվ մենք տեսնում ենք, որ ուղղակի պետությունը շատ կոպիտ միջամտում է բիզնեսին, տեսնում ենք, որ
քաղաքական նպատակադրումներից ելնելով օպոնենտին կամ պոտենցիալ օպոնենտին բիզնեսին են խփում։ Բայց փաստացի հիմա արդեն հետ քայլ են կարծես անում, ասում են մենք հնարավոր է չկարողանանք կառավարենք կառավարությունը եւ վաճառի որևէ այլ ընկերության։ Դե բնականաբար դա այդ են անելու են։ Մեկի ձեռը չխլում են, իրանց ավելի բայց դժվար պրոցես է գտնել մեկին, ով կգնի։ Համաձայն։ Իհարկե դժվար պրոցես։ Չեմ բացառում, որ իրանք ինչ որ մի տարեստական կազմակերպություն սարքեն, իրանք իրանց վաճառեն, չեմ բացառում։ Կարող են մի հատ էլ ինչ որ գործընկեր գտնեն միջազգային այդ կտուրի տակ ինչ որ գործող կազմակերպությանը վաճառը։ Ամեն դեպքում հեծանվտանգային նաև կառույց է եւ կասկածը չի մասնա խոսքը։ Իհարկե ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց։ Բայց դուք էլ, ես էլ Երևանում ենք ապրում եւ մենք տեսնում ենք, չէ՞ որ այն գամատակարման հետ ինչքան խնդիրներ կան։ Ինչքան աղել առողջան վերեսկացել, տեսնում ես օրինակ միկրոալիքային վառարանի վրա զրոններ են, այսինքն գիշերը հուսանքը գնացել է։ Երեկոյան գալիս ես տուն, տեսնում ես զրոններ է, ցերեկն։ Ես նոր գիտեք հիմա այս Telegram ալիքների դարաշրջանում նոր էին նայում, օրինակ էլի խնդիր ունենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։